առաջ կգաք, որովհետև Տեսա Նիկոլ Փաշինյանը շարունակում է հոգևորականների վարկաբեկելու ստեղծել, որ այս ամենը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ առանձին հոգևորականների, ովքեր խախտել են ուխտը եւ այլն։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր գուցե հավատում են, որ այս ամենը եկեղեցու դեմ չէ։ Նախ եկեղեցին հոգևորականից զատելու այս խոսույթը, որ շրջանառության մեջ է դրվում, որևէ կապ չունի իրականության հետ եւ եկեղեցին հոգևորականը այս դեպքում տարանջատել ու ասել, որ մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, այլ կոնկրետ ինչ-որ հոգևորականների հետ է խնդիրը, այս արհեստական է եւ շինծու եւ բոլորիս համար հասկանալի է դրա ենթատեքստը եւ հասկանալի է, որ մարդիկ այստեղ այս կերպով փորձում են ժողովրդի մեջ մի տեսակ իրենց վարկը պահելու, որովհետև շատ հայտնի է, եթե թիրախը եկեղեցին է, հասկանալի է, որ ժողովրդի մեջ ընկալումը տարբեր է, երբ որ կոնկրետ այստեղ առանձին հոգևորականներին են թիրախավորում, այս դեպքում արդեն մի տեսակ սլակները թեքում են, սա էժան մանիպուլյացիա է, շատ էժան եւ ինչքան էլ ջանք թափեն եկեղեցին այստեղ հոգևորականը ի գլուխ ունենալով հայոց հայրապետին, դա մեկ ամբողջական ազգային կառույց է, որը դարձել է թիրախ։ Խոսակցություններ կան, որ եկեղեցի ներսից բարակտելու նաև գործընթացները իրականացվում։ Արդյոք կհաջողվի Դե կարող ենք ասել այն հայտարարությունները, որ ամուսնացյալ քահանաները իբր թե այս ամենի հետ կապ չունեն եւ ամուսնացյալ քահանաների մեջ կան արժանի քահանաներ, կուսակրոնները արժանի չեն եւ այլն, այս տեսակ հայտարարություններ, որ իշխանական թևի ներկայացուցիչների կողմից լինում են, սրանք հենց այդ պարզ պրիմիտիվ մոտեցումն է եկեղեցու իրենց պատկերացումներով եկեղեցու ներսում այդ պարակտումը բերելու, բայց երբևէ նման պարակտում չի կարող լինել, չի եղել եւ չի էլ կարող լինել։ Երբևէ։ Իհարկե ոչ։ Հենց մի եկեղեցին իր նվիրապետական կառույցով ամբողջական է, լիարժեք է, ուժեղ է հենց այդ խոնարհությամբ, այդ հնազանդությամբ եւ համախմբվածությամբ։ Ինչ ակնկալիքներ ունեք իրավապահ համակարգից։ Անկեղծ որ ասեմ, այս ամեն ինչը տեսնելով ոչ մի։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում, բայց ակնկալիքները մեր հույս ունենք, որ արդար դատավարություն կլինի, հույս ունենք, որ օբյեկտիվ քննություն կլինի, որովհետեւ Միքայել Սրբազանի ներկայացված մեղադրանքը կարծում եմ բոլորիս էլ հայտնի է, բոլորս այս մասին ծանոթ ենք, հրապարակային դա եղել է, բոլորս տեսել ենք, լսել ենք եւ կամենապարզ սովորական իրավական կրթություն ունեցող մարդ էլ կարող է հաստատել, որտեղ ոչ մի հանցակազմ, ոչ մի իրականում խնդիր չկա այս աստիճան աղմուկ բարձրացնելու եւ նման մեղադրանք ներկայացնելու։ Իհարկե սա Վերջին գրառումների մեջ Դե ամեն դեպքում ակնհայտ է, բնականաբար ինչի մենակ այս դեպքում ակնհայտ է այդ հրահանգը իրավապահ համակարգին, դատական համակարգին, մենք այս վերջին օրերին, վերջին շրջանում դրա հստակ օրինակները բազմիցս տեսել ենք, որ դա կառավարվում է մեկ մարդու կողմից։ Տեր Եսայի, ինչի հենց այս պահին ու հենց Միքայել Սրբազանին, որովհետև խոսվում է մի ելույթի մասին, հարցազրույցի մասին, որի հիման վրա շատ ավելի վաղուց էր։ Շատ ավելի վաղ էր, այսինքն 2 տարվա արդեն վաղեմություն ունի այդ տեսանյութը նաև Սրբազանի խոսքը, բայց որոշվեց հենց այս պահին նրա վրա քրեական բարույթ գործառուցել, ինչն էր պատճառը։ Գիտեք, երևի թե ես չեմ կարող միանշանակ պնդել, բայց նաև հաշվի առնելով այսօրվա մեր վերլուծաբանների հրապարակումները եւ մոտեցումները, սա սկսվեց Սամվել Կարապետյանով, հետո Բագրատ Սրբազանի ձերբակալությունը եւ հիմա Միքայել, սա մի տեսակ շղթա է, անընդհատ ինչ-որ բան այսպես մեր հասարակության մեջ արհեստականորեն եռացող պահելու, երբեմն նույնիսկ իրենց ձախողումները մեկը մյուսով Աստված գիտի, չեմ կարող, չգիտեմ։
Չգիտեմ, չեմ կարող, ոչինչ չեմ կարող ասել։ Փաստաբանների հետ կապի մեջ եք դուք որ ներսում։ Այս պահին, չէ, այս պահին փաստաբանի կապի մեջ չեն կարողանում կապի մեջ լինել այս պահին։ Շնորհակալ։ Էսայի մի հարցել Մայրաթորը 2 դատապարտող հայտարարություն արեց, ամեն դեպքում եթե կալանք ներկայացվի որպես միջնորդություն, ինչ է լինելու Մայրաթորի հաջորդող քայլը։ Դե մենք արդեն հայտարարվել է, որ բոլոր օրինական միջոցներով մենք հետապնդելու ենք, հետամուտ ենք լինելու, որպեսզի արդար դատավարություն լինի եւ օբյեկտիվ քննություն լինի։ Կապրենք կտեսնենք Աստված առաջ, բայց Մայրաթորը այս հանձնառությունը ունի, որ հուսանք, որ նաև հավատում ենք, որ ինչ որտեղ մեր իրավապահ համակարգի, դատական իշխանությունների կոնկրետ առանձին անդամների մոտ ինչ որ կերպ խիղճը կարթնանա եւ կփորձեն նաև օբյեկտիվ ու արդար գտնվել։ Եթե ոչ, ամեն դեպքում եկեղեցին հստակորեն արձանագրել է, որ ամբողջ իր հնարավորություններով եւ օրինական բոլոր հնարավորություններով հետամուտ է լինելու, որպեսզի արդար քննություն լինի։ Այդ բոլոր հնարավորություններով հանդերձ առաքելական եկեղեցուն կհաջողվի դիմագրավել այս պայքարին, որը իշխանությունը տանում է։ Մենք շատ ավելի ծանր օրեր ենք ապրել եւ շատ ավելի ծանր պայքարներ ենք դիմագրավել։ Վստահ եմ, որ սա էլ կհաղթարենք։ Շնորհակալ։